Հետընտրական կրքերը թեժանում են, ազնիվ կլինեն, մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշարքի գարշահոտը տարածելու են ազգային ժողովում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Եթե Ծառուկյանին գործարք առաջարկենք, ծնկաչոք ընդառաջ կգար, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ Հայաստանում իրեն գործարք առաջարկող չի եղել, դրա համար որբի նման ընկել է աշխարհ, տարբեր տեղերում գործարք է փնտրել, գտել, հետո պարզվել է, ընդհանրեն իրեն հավաքագրել են, ինքը դրանից տեղյակ էլ չի եղել։ Հայաստանի իշխանությունները TRIP ծրագրի շինարարության մեկնարկն ակնկալում են 26 թվականի աշնանը։ Հապ երկրները քննարկելու են Հայաստանի նկատմամբ քայլերը, Հայաստանի վարչապետն այսօր հայտարարել է, թե Երևանին այլ բան չի մնա, քան ընդունել հապկից հեռացման որոշումը, եթե ռազմական դաշինքի անդամները նման քայլի դիմեն։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիրանույշ Պապյանն եմ, այսօր հունիսի 11-ն է 5 շաբթի։ Ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի կարևորագույն իրադարձությունները։ Այսօր կառավարությունում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո առաջին անգամ տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը լրագրողների հետ, որտեղ նա մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ Հարցերի շրջանակները լայն էին Պուտինի չշնորհավորելը Փաշինյանին, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված պատերազմի եռագլուխ կուսակցությունների հետ կապված հարցեր եւ այլն։ Հարցին, թե ինչպես ստացվեց, որ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժերը հաղթահարեցին ազգային ժողովում հայտնվելու անցողիկ շեմը, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վստահ է առանց ընտրակաշարքի եռագլուխներից ոչ մեկը ազգային ժողովում որևէ կերպ հայտնվելու շանս չէր ունենալու։ Իմ հույսը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ նրա հետ երկխոսությունը, ես ուրիշ գործիք քաղաքականության մեջ ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ։ Ինչ վերաբերվում է պատերազմի եռագլուխ կուսակցությանը, ես վստահ եմ առանց ընտրակաշարքի նրանցից ոչ մեկը խորհրդարան անցնելու շեմը չէր հաղթահարի։ Եվ ես ուզում եմ ասել նաև, որ այստեղ տեղի ունեցածի մեջ նաև դատաիրավական համակարգի պատասխանատվությունն է, որովհետև նախորդ ընտրություններում ընտրակաշարք տվածները ոչ միայն բանտում չեն, այլևս այս process-ում էլ շարունակել են իրենց գործունեությունը եւ դատաիրավական համակարգը պետք է հանրությանը պատասխաններ տա։ Եվ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխան, ինչի է ֆինանսավորում ընդհանրապես դատաիրավական համակարգը, եթե հանցագործները շարունակում են փողոցներում ոչ միայն պատտվել, այլև իրենց հանցագործությունները շարունակել։ Եվ այս հարցերի պատասխանները ստանալու են։ Օրենսդրական փոփոխությունները հանրային պահանջ կա, ակնհայտ է, որ սահմանվի բնակության ցես քվեարկությանը մասնակցելու համար եւ կարծում եմ, որ պետք է ինչ-որ արձագանք տանք այդ հանրային պահանջին։ Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է ընդդիմադիր ուժերի կողմից շրջանառության մեջ դրված այն հայտարարություններին, որ իշխանությունը նրանց հետ տարբեր հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար նրանց գործարքներ է առաջարկել, ինչին ի պատասխան նշեց։ Գագիկ Ծառուկյանին ասենք, որ գործարք առաջարկենք, ծնկաչոք այդ գործարքին ընդառաջ կգար։ Ասենք Գագիկ Ծառուկյանը ամբողջ կյանքում բացի գործարքից ոչ Հայաստանում իրան գործարք առաջարկող չի եղել, դրա համար որբի նման ընկել է աշխարհ տարբեր տեղերում գործարքա բան արել, փնտրել, գտել, հետո պարզվել է ընդամենը իրան բան են արել, հավաքագրել են, ինքը դրանից տեղյակել չի։ Ասենք ով է գործարք առաջարկել։ Իսկ Գագիկ Ծառուկյանը կխնդրի, որ ես գործարք ստոյկա կտա Գագիկ Ծառուկյանը ստոյկա կտա, որ ես գործարք առաջարկեմ իրան։ Այդ ինչի մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է խախտումներին, ուրեմն ես գիտեմ մի բան, քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100%-ով օրգանիկ քվե։ Այն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշարքով քվե, առնվազն միջև այն շեմը, որը պետքա կարող է իրանստանեցիներին փող չեն տվել, չնայած էլ եմ կասկածում։ Կարծում եմ դե իրանստանեցիները փողի նույնիսկ զավակներին մեծ բաներ, չէ, բաժնեմասեր ընտրություններից առաջ փոխանցվեց, թերևս մտավախություն ունենալով նրանք կքվեարկեն, թե չեն քվեարկի։
Հարցերի մի շրջանակ էլ վերաբերում է Ռուսաստանի կողմից Փաշինյանին մինչև այս պահը չշնորհավորելուն, ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին հեռացնելու եւ այլ հարցերի շրջանակեր ներառում այսօրվա ճեպազրույցը։ Ռուսաստանի Դաշնության նախագահը հենվում է փաստերի եւ փաստարկների վրա եւ մենք կշարունակենք աշխատել նրա հետ, ոչ մի խնդիր չկա, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Ես 8 տարուց ավել արդեն աշխատում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ եւ գիտեմ, որ նա ռացիոնալ մարդ է, ով հենվում է փաստերի եւ փաստարկների վրա։ Եթե նրանք ունեն մտահոգություններ, այդ մտահոգությունները մենք համբերատար կփորձենք փարատել, ոչ մի խնդիր չկա եւ կշարունակենք աշխատել։ Ինչ վերաբերում է փաստերին եւ փաստարկներին, մենք երկու ձևաչափ ունենք, որին ես եմ մասնակցում, բայց նաեւ ունենք ձևաչափեր, որ գործընկերներն են մասնակցում։ Միջկառավարական խորհրդի նիստերին ԵԱՏՄ ես եմ մասնակցում եւ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստերին եմ ես մասնակցում, այդ ձևաչափերով շարունակելու ենք մեր աշխատանքը։ Դե գիտեք, այդ ինչ նշանակում չճանաչեն ընտրությունները։ Ընտրությունները չճանաչեն, նախ ինստիտուցիոնալ մակարդակով պետք է կա անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելություն եւ Ռուսաստանի ինստիտուցիոնալ ինստիտուցիոնալ մեխանիզմը մեր ընտրությունների հետ առնչություն ունենալու այդ դիտորդական առաքելությունը իր եզրակացությունը տվել է, ներառված է եղել նաև Ռուսաստանի Դաշնության դիտորդները։ Այսինքն մնացածը արդեն ռիտորիկայի հարց է, որը կքննարկենք։ Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն Հայաստանին հեռացնել այդ կառույցից, ինչ պետք է անի Հայաստանը, հարցին Փաշինյանը արձագանքել է, որ ստիպված կլինեն այդ որոշումն ընդունել ի գիտություն։ ՀԱՊԿ-ի հետ կապված չեմ կարող մեկնաբանություն անել, ես գիտեմ, որ ՀԱՊԿ-ից հեռացման մեխանիզմ կա, այո, գործում է, եւ եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումը ընդունել ի գիտություն, ուրիշ բան անելու չունենք։ ԵԱՏՄ-ի մասով էլ նախկինում բազմիցս մեկնաբանել եմ, նոր բան ասելու չկա։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Ղազարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Տեսեք, Տիկին Ղազարյան, ինչ վարչապետը ասում է, որ եթե ընտրակաշառքի մեքենան ըստեյության գործի դրված չլիներ, ապա այդ եռագլուխ ուժերը, ինչպես ինքն է ասում, չէին հայտնվի խորհրդարանում, նրանք էլ ասում են, այ եթե դուք այսքան վարչական ռեսուրս գործի դրած չլինեիք, վախի մթնոլորտում չպահեիք, 1-2 օրում հարյուրավոր քաղաքացիների բանտը չնետեիք, ապա այսպիսի պատկեր չէր լինի եւ իրենք շարունակում են պնդեն, որ իրենք օրինակ ուժեղ Հայաստանի Գոհար Մելոյանն էր ասում, իրենք առաջատար կլինեին, եթե օրինակ, ուրեմն դուք չդիմեիք այդպիսի քայլերի։ Եվ որտեղ է ճշմարտությունը։ Նախ, քան որ սա մեր հրապարակային առաջին հանդիպումն է ընտրություններից հետո, թույլ տվեք շնորհավորել Հայաստանի ժողովրդին խաղաղության օրակարգի հաղթանակի կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել այն 730,000 քաղաքացիներին, որոնք աջակցեցին մեր քաղաքական առաջարկին եւ ձայն տվեցին մեզ, որպեսզի պաշտպանենք խաղաղության, ժողովրդավարության, ինքնիշխանության օրակարգերը։ Ես չեմ հասցրել ամբողջությամբ լսել, թե ինչ է ասում Գոհար Մելոյանը, բայց գիտեմ, որ կարծես թե իրենց ընտրողները գինու փառատոնի օրվա կապակցությամբ հարբած են եղել եւ չեն գնացել ընտրատեղամասեր եւ դրա համար էլ նրանք պարտվել են։ Ես օգտագործեցիք ասում եք գինու փառատոնը ձեր շահերի համար։ Ես խորհուրդ կտամ ընդհանրապես ընդդիմադիր ընտրողներին ընտրությունների օրը քիչ խմել եւ խմել ընտրություններից հետո արդյունքները գրանցելուց հետո կամ դարդից կամ ուրախությունից, որովհետև ընտրություններից առաջ խմելը ողջամիտ չէ, էլի գնացեք քվեարկեք, նոր խմեք, թե չէ հետո Տիկին Գոհար Մելոյանը ստիպված է լինում բացատրել, թե դուք ինչի չեք գնացել ընտրությունների։ Իսկ եթե լուրջ իհարկե ընտրակաշառքի ծավալները եւ մասշտաբները, ընտրակաշառքի ոլորտի գնաճը պատմական մաքսիմումի էր հասել այս ընտրություններում, հասկանալի պատճառով, որովհետև մրցում էր մեզ հետ Forbes-ի ցուցակի միլիարդատեր, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը եւ ընդհանրապես աշխարհի ամենահարուստ հայը կարծեմ այս պահի դրությամբ հնարավոր է սխալվում եմ այդ ինֆորմացիայի հետ կապված եւ բնական է, որ իր առաջարկը դրամական շատ ավելի ծավալուն եւ բաներ լինելու, քան նախորդ մեծահարուստ
քրյա օլիգարխիկ ուժերին է, որոնք նախորդիվ մեզ հետ մրցել են եւ բնական է, որ այդ աներևակայելի մասշտաբներ են հասել, ես չգիտեմ, իհարկե ամենամեծ շնորհակալությամբ հակակոռուպցիոն կոմիտեի տարած աշխատանքի նկատմամբ Հայաստանի իրավապահ մարմինների կատարած լայնածավալ մեծածավալ աշխատանքը շատ բարձր գնահատելու, բայց ես չգիտեմ էլի իրական ընտրակաշարքի ծավալները ինչքան են հասել, որովհետեւ խիստ կասկածում եմ, որ Սամվել Կարապետյանի արտաբերած մտքերը առհասարակ 300,000 հոգի հասկանում են, որ մի հատ էլ 300,000 հոգի ձայն տար, իսկ խիստ կասկածում եմ, որ 3 հոգի կարող է մանանել, թարգմանել այդ մտքերը ողջամիտ հայերենի, ես պարզապես ինձ համար աներևակայելի է, թե ոնց են այդքան մարդ փորձ հասկացել, թե ինչ է կատարվում, որպեսզի հետո նաև քվեարկեն։ Ես վատ լուր ունեմ Հայաստանի ժողովրդի համար, այս խորհրդարանը ավելի վատն է լինելու, քան նախորդ խորհրդարանը, այս ընդդիմությունը ավելի վատն է լինելու, քան նախորդ ընդդիմությունը, բայց մենք պետք է նկատի ունենանք այն իրավիճակը, այսինքն ընդունենք գիտությունն իրավիճակը, ինչ ունենք, եւ աշխատենք այդ իրավիճակի հետ եւ քանի որ նաեւ այս ընտրական գործընթացների մասնակցության քաղաքացիների մասին ենք խոսում, ես կուզենայի առանձնահատուկ մեծ շնորհակալություն հայտնել այն 40,000 քաղաքացիներին, որոնք փոխել են իրենց միտքը, իհարկե դա մաթեմատիկորեն է այդպես ստացվում եւ հնարավոր է այնտեղ ավելի մեծ տեղաշարժեր տեղի ունեցած լինեն, բայց քանի որ մենք 40,000-ով ավելի քվե ունենք, ենթադրաբար առնվազն 40,000 մարդ իր նախորդ կատարած ընտրությունը փոխել է եւ կամ գնացել է ընտրության կամ մտափոխվել է նախորդ կատարած ընտրության կապակցությամբ եւ եկել մեզ է ընտրել եւ հատկապես այն քաղաքացիներին, որոնք Երևանում են գտնվում, ամենամեծ տեղաշարժը մենք Երևանում ենք ունեցել 23,000 հավելյալ Երևանաբնակ մարդ որոշել է, որ այս անգամ իր քվեն տալու է քաղաքացիական պայմանագրին եւ ես դրա համար շատ շնորհակալ եմ, թե այն բոլոր ինստիտուտներին, որոնք աշխատելու հանգեցրել են այդ եզրակացության, նկատի ունեմ թիմ մարմիններին, կառավարությանը, ինքներս մեզ եւ նաեւ թե քաղաքացիներին, ովքեր գնահատել են այդ աշխատանքը։ Լավ, ասում եք ավելի վատն է լինելու, քան ուրեմն այս խորհրդարանն է, գալիք խորհրդարան ավելի վատն է լինելու։ Տիկին Ղազան, բայց նրանցից որևէ մեկը դեռ չի հայտարարել, որ մանդատները վերցնելու են, գնալու են խորհրդարան, դեռ վիճարկելու են սահմանադրական դատարան։ Դուք գիտեք, որ վաղը մինչև ժամը 14:00-ն ուրեմն վերահաշվարկը կիրականացվի, իսկ ամսի 14-ին վերջնական կհրապարակի արդյունքները։ Նրանցից դեռ որ հրապարակային որևէ հայտարարություն չկա, ինչու եք մտածում, որ վերցնելու են։ Դա շատ պարկեշտ կլինի, շատ ազնիվ կլինի Հայաստանի քաղաքացիների Եթե չվերցնեն, ես հույս ունեմ, որ նրանք չեն վերցնի այդ մանդատները, որովհետև իրենք այդ մանդատները չեն վաստակել քաղաքական գործունեությամբ, այլ ոչ քաղաքական մեթոդներով են այդ մանդատները վաստակել եւ ես հույս ունեմ, որ իրենք նույնպես գիտակցում են, որ իրենք արժանի չեն այդ մանդատները ունենալուն եւ դա ապաքաղաքական իրենք ապաքաղաքական մարդիկ են, ապաքաղաքական գործունեությամբ զբաղվող եւ իրենց քաղաքական մանդատներ պետք չի տալ։ Բայց հիմա հանգամանքների բերումով իրենք հնարավորություն ունեն այդ մանդատները վերցնելու։ Եթե իմ կանխավարկածը լիներ այն, որ մեր ընդդիմադիր թեկնածուները պարկեշտ, ազնիվ, արդար, իրենք իրենց խղճի առաջ մաքուր մարդիկ են, ես մի վարքյան չէի կասկածի, որ իրենք այդ մանդատները չեն վերցնի, բայց ես խիստ կասկածում եմ նրանց այդ որակներին եւ ենթադրում եմ, որ իրենք այնուամենայնիվ մանդատները կվերցնեն։ Ինչ վերաբերում է սահմանադրական դատարան դիմելուն, ես բոլորովին չեմ մերժում այն գաղափարը, որ հնարավոր է, որ սահմանադրական դատարան հնարավորություն տա վերաքվեարկելու Հայաստանի քաղաքացիներին, որոնք 1-2 օրվա ընթացքում եւ տեսնեմ, թե ոնց են հետ վերադառնալու են 100,000-ավոր քաղաքացիները կամ առնվազն տասնյակ հազարավոր քաղաքացիները, որոնք արդեն երեկոյան 7-ին հետ են գնացել, որ վիճակը չխառնվի եւ մի ոնց որ հասկանում եք, ասում եմ, ես այդ հեծանիվի համարն արդեն նստել եմ, մի շրջափուլ կաշառք ստացած մարդիկ ոնց են երկրորդ շրջափուլում իրենց ընտրելու եւ տեսնենք ինչ արդյունքներ են լինելու։ Ես վստահ եմ, որ սահմանադրական, որ նոր քվեարկությունը մի օրում չեն հասցի վերակազմակերպել։ Ես վստահ եմ, որ դա ձեռք չի տալիս ամենաշատը ուժեղ Հայաստանին։ Ես ոնց հասկանում եմ, սահմանադրական դատարան դիմելու է
Հայաստան դաշինքը միասնության թևերը, այո, եւ ակնհայտորեն, որովհետեւ ուժեղ Հայաստանը իհարկե գիտի, որ իր խոցելի կողմը են, ոնց որ իր համար խոցելիություն է ստեղծում, իսկ Հայաստան դաշինքը ինչպես ամբողջ քարոզարշավի ընթացքում իր ողջ քաղաքական խաղադրույքը, այսպես ասած, կատարել էր նրա վրա, որ ուժեղ Հայաստանին կարգել են մասնակցել ընտրություններին եւ իր ձայները կվերցնի իրեն, այնպես էլ հիմա հույս ունի, որ եթե առանց ընտրակաշարք չհասցնեն ընտրակաշարքը եւ այդ քաղաքացիների տեղաշարժը վերակազմակերպել, ինքը հույս ունի, որ հակա իշխանական տրամադրված ավելի շատ քաղաքացիներ իրան կքվեարկեն, քան Սամվել Կարապետյան, որովհետեւ եկեք խոստովանենք, որ ինչքան էլ անընդունելի, ինչքան էլ հակապետական, այնուամենայնիվ դաշնակցություն որևէ միտք կարողանում է արտադրի ի տարբերություն ուժեղ Հայաստան կոչված այդ խմբակի, որը անհասկանալի է ինչեր է արտադրում էլ այդ AI-ով գեներացված տեսանյութերը։ Ես վստահ եմ, որ ուժեղ Հայաստան չի դիմել սահմանադրական դատարան, որովհետեւ ինքը պատրաստ չի այդ ոնց որ սահմանադրական դատարանի այդ հավանական որոշմանը, որ կարող է լինի վերաքվեարկություն, եւ դա մեծ հարց է, թե վերաքվեարկությունը ում է ավելի վնասելու, ում տոկոսներն են իջնելու, ում ձայներն են պակասելու։ Մենք մեր ձայները ստացել ենք օրգանիկ ճանապարհով եւ ամենևին ոչ մի բան չունենք, էլի այդպես խուսափելի բան չունենք, թող լինի վերաքվեարկությունից խնդիր կա։ Տեսեք, դուք վստահ եք ուժեղ Հայաստանը չի դիմի սահմանադրական դատարան, ուժեղ Հայաստանը կամ նրա ներկայացուցիչները ուրեմն վստահ են այս վերահաշվարկի արդյունքում Բարգավաճ Հայաստանին նույնպես կտեսնեն խորհրդարանում եւ գիտեք, եթե Բարգավաճ Հայաստանն էլ հայտնվում է խորհրդարանում, հետաքրքիր իրավիճակ ենք ունենում պատկերի առումով, դատախազ, դատավորներ եւ այլն առանցքային պաշտոններ, այլևս առանց ընդդիմության դուք չեք կարողանա նշանակել, ընտրել եւ այլն, տեսեք, ըստ էության նրանք սպասում են հենց այսպիսի զարգացումների, որ ճգնաժամային իրավիճակ ստեղծեն խորհրդարանում, թե ավելի առաջ գնանք եւ հիշենք, թե ինչ էր ասում Նարեկ Կարապետյանը, ասում էր, որ ձեզնից ձեր 8 պատգամավորների հնարավոր կլինի, այսպես ասած, երևի որ այդքան քաղաքացիների հնարավոր լինում է ուրեմն գայթակղել դրամական, նյութական, գուցե ձեր պատգամավորներին էլ 8 պատգամավորներով հնարավոր չի սահմանադրություն փոխել եւ Սամվել Կարապետյանի դարձնել բան վարչապետ, ինչի է 8-ի վրա էլի այդ բանը, ինչի է սահմանադրական մեծամասնությունից ինքնա լինելու, հա, վարչապետ 8 պատգամավորի համոզել է, որ ինքը կարա լինի Հայաստանի վարչապետ, բան, ինձ թվում է 8 քաղաքացու չի կարող նա դա համոզել էլ ուր մնաց մանդատակիր քաղաքացիների քվեն կարող քաղաքական գործիչների, բայց այդ չի հարցը, հարցն է, որ արդյոք ԲՀԿ-ն կասնի խորհրդարան թե ոչ, այս հարցում որևէ բան չունեմ ասելու, այսինքն սպասենք արդյունքներին, ակնհայտ գործարքից է խոսք գնում, թե այսօր Նիկոլ Փաշինյանը տեղաշարժեր տեղի են ունենում, գիտեք քաղաքացիական պայմանագիրը 1000-ից ավելի քվե ոնց որ վերադարձրել է, որոնք սխալմամբ այլ տողերում են գրված եղել, հետեւաբար մյուս քաղաքական ուժերի հետ էլ կարա այսպես լինի, միշտ այդպես է եղել, բայց քանի որ երբեք չի եղել, որ 58 ձայնով սահմանային տեղում հայտնված անցողիկ չանցողիկի հարց լինի, այս հարցը այդքան սուր չի եղել, կգան խորհրդարան չեն կարողանա դատախազ ընտրել առանց իրենց, ինչպես դասականներ ասում, չի լինի։ Աննա Վարդապետյան կմնա ժամանակավոր պաշտոնակատար։ Հետո, ասենք չընտրեցին մեր առաջարկած տեխնացուն, ենթադրենք, բերեցինք նորից առաջարկեցինք Աննա Վարդապետյանին ընտրել, իրանք չընտրեցին, մնաց թող հավերժ մնա ժամանակավոր պաշտոնակատար, ինչ խնդիր դրանից ինչ է լինելու Հայաստանի Հանրապետությանը։ Մի քիչ քթածակապետք ունենալ, էլի այդ սպառնալիքները հնչեցնելուց առաջ, թե այն բոլոր դատավորները, որոնց իրանք չեն ընտրի, կմնա ժամանակավոր պաշտոնակատար, հետո ինչ։ Տեսեք, ասում եք ավելի վատն է լինելու այս խորհրդարանը, հաշվի առնելով օրինակ, որ մեծ հաշվով այստեղ նորելուկը կամ նորեկը լինելու է ուրեմն ուժեղ Հայաստանը, հաշվի առնելով նրանց խոսույթը, գնահատականները, բառամթերքը, գործելավոճը այս ընթացքում դրանք եք ուրեմն հաշվի առնում, որ այսպիսի գնահատականներ եք հնչեցնում Տիկին Խոսույթի ու բառամթերքի առումով դժվար թե բանան է, շատ գերազանց են բանին, Հայաստան դաշինքին ինձ համար ամենացավալին է նա, որ թե ինչ
ինչ օրակարգ են, ինչ քաղաքական օրակարգեր են դինելու խորհրդարանում, ես էլ գալու եմ ձեր տաղավար կամ գնալու եմ մի ուրիշ տաղավար, ինձ հարցնել են Բակո Հարմելոյանը ասաց մեր ընտրողները հարբած էին, ինչ կասեք, ու մենք նստել ենք այդ քննարկենք փոխանակ Հայաստանի Հանրապետության արչիվ ծառացած խնդիրները քննարկելու, որովհետև ոչ մեկը այդ հարցը չի բարձրացնել ոչ խորհրդարանում, ոչ տաղավարներում, որովհետև քաղաքական օրակարգը լցվելու է հարբած գինու բաներով, ուժեղ Հայաստանի ընտրողներով կամ չգիտեմ ինչ կա այնտեղ։ Այդ բոլոր անհեթեթություններով էլի այն անհեթեթություններով, որոնք ինք այս մի ամիս լցրել են օրակարգը, չգիտեմ ինչ կար, մթերման կայանները, բանը, աղքատության հաղթահարման մի դրամով աշխատող բաները, քաղաքական գործիչներն են լցնելու օրակարգին, այս անհեթեթություններով, իրենց զառանցանքներով, 300,000 ադրբեջանցիներով, 400,000 պակիստանցիներով եւ այլնով, ու մենք նստելու ենք ամբողջ օր քննարկենք այն, որ արդյոք բանը 300,000 ադրբեջանցի գալու է, թե չէ, միշտ Հայաստանի Հանրապետության արժեվ ծառացած լրջագույն խնդիրներ ու մարտահրավերներ կան, ու այդ հարցերը ոչ ոք չի տալու, այդ հարցերը ոչ ոք չի քննարկելու, այդ հարցերը օրակարգից դուրս են մնալու, ինչպես օրինակ 2019 թվականին ամբողջ ազգով նստած քննարկում ենք Ստամբուլյան կոնվենցիան լավաթևատ, իսկ 2020-ի աղետ եկավ մեր գլխին, մենք մի օր չենք քննարկել հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհը, այդ դա է խնդիրը։ Դե բայց վարչապետը հավաստիացրեց, որ սեպտեմբերին պատերազմ չի լինելու, կարևորագույն հարցերը նույնպես հնչում են։ Հիմա այսօրվա կարևորագույն հարցերը պատերազմի եւ խաղաղության հարցերը չեն, այսօրվա կարևորագույն հարցերը ինքնիշխանության հարցերն են, որի նկատմամբ 0 հետաքրքրություն ունեն խորհրդարան անցած ուժերը։ Իսկ հասարակությունը Հասարակությունը ցույց տվեց իր կամքը ունենալու պետություն, խաղաղ պետություն, ժողովրդավար եւ զարգացող բարեկեցիկ պետություն, բայց ես ասում եմ այն հարցերը, որոնք մենք ստիպված ենք լինելու քննարկել։ Գալու է, ասենք, Էդգար Ղազարյանը ինչի՞ց է խոսալու եւ ես ինչ եմ պատասխանելու իրան։ Ինչի մասին է լինելու այդ խոսակցությունը։ Գալու եմ այստեղ Ինձ հարցնելու եք, ասելու եք Արմելոյանը ասել է, մեր ընտրողները հարբած են եղել դրա համար, մենք պարտվել ենք ու ես պիտի դրան արձակ, հասկանում եք, ես պիտի տես բաների արձագանքեմ։ Դա սարսափելի բան է, էլի, իրավիճակ է։ Հա, հասարակությունը իր լուր մեծամասնությամբ աջակցություն ցույց տվեց Հայաստանի Հանրապետության պետականությանը, ինքնիշխանությանը, խաղաղությանը, ժողովրդավարությանը, բայց մենք ինչ ենք քննարկում, այս 3 օր մենք ինչ ենք քննարկում։ Հետընտրական զարգացումները։ Տիկին Ղազարյան, դրանից առաջ էլ խոսում ենք հետընտրական ինչպիսի թեժ զարգացումներ կլինեն, որ վրաններ կլինեն հրապարակում կամ օպերայի հարակից տարածքում։ Մենք տեսել ենք այս ամեն ինչը միշտ հետընտրական զարգացումներ, բայց կարծեք թե այս անգամ բացառվում է, ես մի քանի քաղտեխնոլոգի, այսպես մեկնաբանություն կարդացի, նրանք նշում են, որ այ կարելի է մանդատները վերցնել, օրինակ, բայց զուգահեռ այդ անցանկանված սցենարն է, որովհետև հիշում եք, որ անցած անգամ էլ հունիսիներ ընտրությունները եւ ընդդիմությունը խիստ կարիք ունել գնալ ծովափերում հանգստանալու եւ հարմար չէր այդ ժամանակ հետընտրական զարգացումների սցենարը, հետեկան աշնանը սկսեցին ակնասնել Լաոին, իրանց թվում էր, որ իրանցպես քնած է էլի Լաոն եղել։ Միշտեր բան այս նույն պատմությունը հիմա կրկնվում, որտեղ ուժեղ Հայաստանի բաները պատգամավոր ցուցակ տեխնացուները բան չեն անի, համառ բաները չեն, բլոգապերը բաշխեն թողալու քաղաքական գործունեությամբ զբաղվեն փողոցներում օրինակ էլի, բայց դա մի հարցի մի կողմն է, ես կողմն էլ հարցին է, որ հետընտրական զարգացումները նույնիսկ ինքնաբուխ կարող են լինել այն դեպքում, երբ որ ընտրություններ կեղծում են, երբ որ բոլոր քաղաքացիները ընտրել են, ասենք ինչ որ մի հատ բան ընդդիմադիր բժիշկ էջում գրել է, որ այս ինչ համայնքում ԿՊ-ն ստացել է 0 ձայն։ Այդ ինչ համայնքում ԿՊ-ն ստացել է 700 եւ ավել ձայն։ Այդ ինչ համայնքի բնակիչը լսում է, տեսնում է եւ ասում է, ով է սրանք։ Ես ախր գիտեմ, ես տնեցի, ոնց է 0, եթե ես քվեարկել եմ։ Այդ 717 մարդը հիմա մտածում է, որ դա ստախոսների հետ գործ ունի։ Եվ եթե գոնե այն բանի Հայաստան դաշինքի դեպքում, դաշնակների դեպքում հնարավոր է բանավիճել, որովհետև իրանք ինչ որ ուրիշ դիտանկյուն ունեին, ասենք ասում էին, ոչ, Հայաստանը պետք է այսպիսի քայլեր կատարի։ Դիտանկյան հարցը դե դիտանկյունը հնարավոր է բանավիճել։ Սրանց հնարավոր չի բանավիճել, որովհետև իրանցը դիտանկյուն չի։ Իրանց պարզապես սուտ է։ Ասենք ես ոնց բանավիճեմ նրա հետ, որ այդ ընտրատեղամասում քաղաքացիական պայմանագիրը 0 ձայն, այս սուտ է։ Ստի հետ ոնց գոնե դիտանկյուն ունենային, աշխարհայացք ունենային, դրա հետ բանավիճեին, այդ մարդիկ ոչ մի բանի մասին են, դրա համար եմ ասում, որ ավելի վատնա լինելու։ Այս խորհրդարանը Տիկին Ղազարյան, իսկ եւ լավ կլինի, եթե չվերցնեն չգան։ Եթե չգան, ավելի միօրինակ չի լինի խորհրդարանը
Չեմ իրար հետ կքննարկենք, մենք գոնե իրար հետ նորմալ հարցեր, օրակարգային հարցեր կքննարկենք, նորմալ օրակարգեր կձևավորենք, ոչ թե ասենք բաներ էլի, այլ մոլորակայիններ հարցակումը բանի երկի մոլորակի վրա։ Իրենց խոսույթում շատ հստակ հայտարարություններ են արել, օրինակ նույն Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը, տնտեսական պատերազմ։ Մեկը հուլիսին էր ասում, մյուսն արդեն ասում է, որ տեղի է ունենում հենց հիմա այն ինչ կա տնտեսական պատերազմ է, որ Հայաստանի իշխանությունն է մեղավոր հայ-ռուսական հարաբերությունների այս ճգնաժամային իրավիճակի համար, մի քիչ ավելի իրենք ավելի ժողովրդական լեզվով են ուրեմն ձևակերպում, ես ավելի ուրեմն այլ կերպ եմ փորձում ձևակերպել, իրենք այդպես չեն անում, էլի, այդպես ես ավելի մեղմ արտահայտվեցի։ Մի խոսքով նրանք անդադ խոսում են, որ այ հայ-ռուսական հարաբերությունների ուրեմն վատթարացման ուրեմն պատճառը քաղաքացիական պայմանագիրն է, այսինքն նրանք կոնկրետ նշում են այն վտանգները, որոնք ձեր ընտրվելուց հետո պիտի գան, հա, տնտեսական ճգնաժամի տեսքով, այլ ուրեմն հարաբերությունների, այս հարաբերությունների մեկուրում չեն լուծվելու եւ նաեւ 300,000 այդ ադրբեջանցիների թեժ ամենօրյա ռեժիմով գործի դնելու։ Եվ իդեպ, քանի որ ուրեմն կրթության հետ ուղիղ կապ ունեցող մարդ եք, ես ուզում եմ անպայման անդրադառնանք նաև ուժեղ Հայաստանի այն բոլոր ուրեմն հոլովակներին, որոնք նախընտրական ամբողջ քարոզարշավի ընթացքում տարածվում էին եւ կարծեք թե չկա որևէ իրավական նաև գնահատական այս ամենին։ Վստահաբար դուք տեսել եք ինչպես է երեխային մայրը ուզում հակապարտեզ տեղավորել եւ թե ինչպիսի խնդիրների առաջ է կանգնում, որովհետեւ արդեն ադրբեջանցի երեխաներն են այդ մանկապարտեզում։ Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված տնտեսական խնդիրներին եւ հարցերին, ես առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել լատվիացի, ուկրաինացի, վրացի, բուլղարացի, հույն, հոլանդացի ժողովուրդներին, ռումինացի ժողովուրդներին, որոնք այս օրերին պատրաստակամորեն բացեցին իրենց շուկաները Հայաստանի առջև եւ Հայաստանի արտադրողի առջև, եթե որևէ մեկին մոռացա, ներողություն եմ խնդրում, բայց ես վստահ եմ, որ եթե նույնիսկ ես այս հաղորդման ընթացքում մոռանամ թվարկել, Հայաստանի ժողովուրդը երբեք չի մոռանա իր բարեկամ ժողովուրդներին, ովքեր բարդ իրավիճակում աջակցեցին Հայաստանի ժողովրդին եւ Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը եւ խաղաղությանը։ Ես վստահ եմ, որ այս օրերը Հայաստանի ժողովուրդը երբեք չի մոռանալու եւ հատ առ հատ հիշելու այդ ժողովուրդներին եւ անհրաժեշտության դեպքում Հայաստանի ժողովուրդն էլ այդ ժողովուրդների կողքին է կանգնելու, որովհետեւ այդ ժողովուրդները ցույց տվեցին, որ մեր բարեկամ ժողովուրդներն են։ Եվ ես վստահ եմ, որ մեր բարեկամների միջոցով մենք մեր բոլոր խնդիրները կհաղթահարենք։ Ինչ վերաբերում է նախընտրական հոլովակներին, ցավոք սրտի այդտեղ սահմանափակումներ ու կարգավորումներ չկան, բայց մյուս կողմից էլ ուզում եմ ասեմ միանգամից այս բոլոր փաթեթով հարցերին պատասխանել, որ յուրաքանչյուր ընտրություն հնարավորություն է դիտարկելու բացերը ընտրական գործընթացներում եւ բարելավելու ընտրական օրենսգիրքը, ընտրական գործընթացները, տեխնիկական միգուցե նաեւ բովանդակային հարցերը։ Ես առնվազն ինձ համար հիմա չեմ ուզում էլի բան անեմ հրապարակային ասեմ, ես առնվազն 5 տարբեր խմբի բաներ առաջարկներ արդեն առաջարկել եմ տարբեր գործընկերների քննարկել եւ հնարավորության դեպքում դրանք իրագործել, որովհետեւ տեսել եմ խոցելիություններ ու բացեր, որոնք նախկինում ոնց որ չեն եղել, հիմա դա որպես սողանցք օգտագործվել է, բայց քարոզարշավի հոլովակների բովանդակային հատվածի վերաբերյալ վստահ չեմ թե հնարավոր է ինչ-որ բան անել, դրա արձագանքը պետք է լինի Հայաստանի քաղաքացիների գնահատականը իրենց քվեներով։ Իհարկե գիտեք որ մի դեպք եղավ, երբ որ Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներից մեկը Ծիծեռնակաբերդի փոխարեն ուրիշ հավատալիքի համեսկիթ էր կառուցված, այդ հոլովակը հանրային հեռուստատեսությունը ինքն իր որոշմամբ որոշեց, ոնց որ ինքն իր հայեցողությամբ որոշել էր եթեր չտալ եւ խնդրել էր ուրիշ հոլովակ այդ գովազդային ժամի համար այդ քաղաքական ուժի, միգուցե նույնիսկ նաեւ այդ լրատվականների հանրային վերաբերմունքի բանին արժանանա, այս պահին չկա դրա կարգավորում
ձևավորումը, եթե իհարկե բան չի, էլի հանցագործություն չի, բան սահմանադրական կարգի տապալում, հեղաշրջում, բռնության կոչ եւ այլն, շատ սահմանափակ բաներ կան, բառեր կան, էլի տեքստեր կան, որոնք քրեորեն հետապնդելի են, հետեւաբար այդ ոնց որ մանավանդանցիալի վերաբերյալ չեն կարող, բայց ապակայի վերաբերյալ գուցե ինչ-որ տրամաբանություն կարողանանք առաջարկել, եթե ոնց որ նորմալ ժողովրդավարական մարդու իրավունքների խոսքի ազատության սահմանում հնարավորություն լինի, էլի քաղաքական ազատությունների սահմանում հնարավորություն լինի դա սահմանել։ Տիկին Ղազարյան, անդրադառնանք նաև նախընտրական շրջանում տրված խոստումներին, որոնք հիմա էլ շարունակվում են, այսօր էլ ճեպազրույցում վարչապետը անդրադարձավ, տեսեք, վարչապետը ասում էր, որ Ծառուկյան Գագիկ, ուրեմն նստելու ես, Սարի գլխի տունդ վերցնելու ենք, մարտի 1-ի ուրեմն հետ կապված Ռոբերտ Քոչարյան նստելու է շատ երկար, սրանք հարցեր են եղել իրավական ոլորտից, որ մենք այս տարիներին շատ ենք քննարկել միասին եւ ուրեմն քննադատել նաեւ, որ որևէ դրական, այսինքն հասարակության սպասելիքները այս առումով չեն արդարացել։ Հիմա քաղաքացին էլի վստահել է, վստահության քվե է տվել։ Կարողանալու եք այս անգամ արդարացնել, Տիկին Ղազարյան, թե էլի կլինեն պոպուլիստական հայտարարություններ, ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չի պլստալու հայտարարության նման ու հետո կունենանք այն ինչ ունենք։ Իհարկե, հա, դուք հիմա նորից կասեք, արդեն ահագին բան վերադարձվել է պետությանը, բայց ես կոնկրետ անուններ են հնչել, ես հենց այս կոնկրետ անունների մասին ուզում հասկանալ։ Եվ նաև, ուրեմն, ինչպես վարչապետն է ասում Սամվել Կարապետյանին, կալուգացի օլիգարխի հետ կապված։ Այստեղ իհարկե Հայաստանի քաղաքացիների տված մանդատի հետ կապված հարց կա, որովհետև ինչպես հասկանում եք դատական համակարգը ամբողջությամբ վերափոխելու համար մեծ սահմանադրական մեծամասնություններ պետք, բայց սահմանադրական մեծամասնություն մեզ չի տվել, թեև 730,000 ձայնը քվեն լրիվ բավարար է հանրաքվեով սահմանադրություն փոխելու համար, այսինքն եթե մեր աջակիցները նաև եթե հանրաքվե լինի սահմանադրության քվեարկեն, այդ խնդիրները ավելի արագ եւ կտրուկ կլուծվեն։ Ես այն մնաց կարամ առանձին ասեմ, նախ այդ Սարի գլխի տունը վերցրած աղաղուց վարչապետը խոստանում էր, որ դա ծերանոց է դառնալու, բայց քանի որ Կարապետ Գուլոյան, հա, Կարապետ Գուլոյանը շատ է նեղվել, որ կարող է ծերանոց բան լինի, էլի ճոխ ծերանոց, թանկարժեք սալիկներով ծերանոց հասնի, բանին ծերերին գնացել է իր խփած սալիկները թանկանոց հանել է ու կեսական վիճակում է, էլի որոշել է ինչքան հնարավոր է վնասի, այստենց բան գիտեի, մարդ գիտեի, որ բանի տնից գնալուց առաջ իր տան վարագույրները մկրատով կտրտել էր, որ հաջորդ վարձակալը նորից վարագույր առնի։ Հիմա լրիվ այդ բանը է, էլի այդ փոքրοκությունը, մանրախնդրությունը, բան Գագիկ Ծառուկյանի մերձավորները իհարկե ցույց են տալիս եւ ես տատուս ասում եմ, տենց են հարստանում, էլի ոնց որ ամեն սալիկի վրա խնայելով, տենց են արել, որ իրանք հարուստ են բաները, մյուս մարդիկ ովքեր սալ բան չեն, իրանք հետևից սալիկները չեն տանում, բան չեն, էլի մեծահարուստ եւ օլիգարխ չեն, դա իրանք մանրախնդրությունը ամեն ինչ բացատրում է, էլի այս բանի այդ ռեմոնտը հետը տանելու այդ մոլուցքը, ինչ վերաբերում է մարտի 1-ի գործին, գիտեք, որ արդեն վերաբացվել են մարդու իրավունքների եվրոպական դատարան վճռի հիման վրա դատախազությունը նոր քրեական հետապնդումը հարուցել Ռոբերտ Քոչարյանի վրա ու ինքը քանի որ այդ մասին գիտեր չի փորձել զվարթնոցից փախչել Հայաստանից, որովհետև գիտեր որ իր վրա արգել կա դուրս գալ դրա համար, իսկ միշտ Գագիկ Ծառուկյանին ոչ ոք չէր ասել, որ ոնց որ բանը էլի անգամ չի կանչեց ամուսին չստացեց փաստաբանին էի Նեցեք ասում չէիք կանչե, ոնց որ մեկ կասի ես պետքա կանչեի, Գագիկ Ծառուկյան խոստացել որ նվերն է հետ գալու, նվերը իր որդին է, էլի չմտածեք որ նվերներ ունեք, նվերն է հետ գալու ամսի 7-ից հետո, բայց ինքն էր արդեն փախչում նրա հետևից, ոնց որ բան է, էլի այդ նախընտրական խոստումները որ ասում եք, այդ հիշեք, Սամվել Կարապետյանը այսօր քանի քաղաքացիություն ունի, ինքը հունիսի 7-ին պատրաստվում էր միայն Հայաստանի քաղաքացիության վարչապետ դառնալ, քանի գործընթաց է Տիկին Ղազարյան, Կիպրոսի եւ Ռուսաստանի քաղաքացիությունից ըստ ամենայնի առաջիկայում կհրաժարվի։ Հասկացա։ Սպասենք մենք զարգացումներին։ Սպասենք։ Ես ամեն օր հա որ կա խորհրդարան, ամեն օր հարցնելու եմ այսօրվա դրությամբ քանի քաղաքացիություն ունի, վախենամ ավելանա ու չպակասի։ Դուք ուզում եք ասել, որ Հայաստանում այլևս
այսպես հրահանգով արդարադատություն չի լինում, եթե ամփոփենք։ Չի եղել, չի լինում եւ չի լինելու։ Եվ այս ամբողջը Արտուր Օսիպյանի հետ տեղի ունեցած Արտուր Օսիպյանի հետ տեղի ունեցած այնքան հրապարակային ա եղել, որ բոլորը գիտեք։ Բան ա եղել, բռնցան կոչի վերաբերյալ բան ա եղել, կալանավորել են մարդուն, դուք էլ ստորակ, չգիտեմ, դուք եւ ձեր ընկերներն էլ ստորագրել եք, երաշխավորել եք, բաց են թողել, ինչ ա եղել, ոչ մի բան չի եղել, ինչ պետք է եղած լինի։ Չէ, ես ասում եմ, որ մի անգամ գոնե, ուրեմն ընդունել սխալով առաջ անցնել Տիկին Ղազարյան։ Ինչի կապակցությամբ։ Որովհետև ակնհայտ էր, չէ՞, որ վարչապետին Չէ, ես ուզում եմ ասել, ոչ ակնհայտ չի եւ ես կատեգորիկ մերժում եմ ընդհանրապես բացառում եմ այն գաղափարը, որ վարչապետը կարա ինչ-որ մեկը նախաձեռնի վարչապետին դուր գալու համար ինչ-որ բան անի։ Սկսած նրանից, որ օրինակ դպրոցների տնօրենները կարան իրանց կոլեկտիվներին կամ աշակերտներին բերեն վարչապետին դիմավորելու։ Բայց որ վարչապետը հրահանգի որևէ վարչապետը ինչ ասում հրապարակային է ասում։ Այն օրը Արամ Սարգսյանն ասում էր դիմեք սահմանաբան կենտրոնական դրական հանձնաժողով։ Դե դիմեցին տեսակ վերջին։ Բոլորը վայ հրահանգեց, վարչապետը ժողովրդյան վարչապետը առավոտվա Արտուր Օսիպյանի օրը առավոտվա 8-ից իրիկվա 11-ը լայվ ա եղել այդ մարդ, լայվի տակ ա ապրել, ասեն գիտեք այդ օրը ինչա կերել, ոնց կարար ինքը այդ հրահանգ իջեցրած լինել։ Ես եթե նույնիսկ իջեցնում հազար մի մեխանիզմ կա։ Եթե նույնիսկ իջեցնում հրապարակային է։ Այսինքն ասում է Արամ Սարգսյան դիմի, այսինքն այդ մարդու գործունեության տեսակը հրապարակային է։ Ասենք ինքը ասում է, չէ, նստելու է Գագիկ Ծառուկյանը, հրապարակային իրավապահ համակարգին կոչեր է հնչեցնում Տիկին Ղազարյանը։ Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ հրապարակային ասում է իր ակնկալիքները իրավապահ համակարգից իր ինստիտուցիոնալ տրամաբանության մեջ, որտեղ որ հանցագործները, ասենք ասում էր այսօր երեք չէ, ասում ոչ մի կաշառք տվող չպիտի բանում մինչև մյուս ընտրությունները։ Այսօր եկել է մի հատ աղջիկ լրագրող ներկայացավ, ասում է բանը մարդկանց անմեղության կանխավարկած եք խախտել։ Ինչ մարդու անուն եք տվել։ Ինչ անմեղության կանխավարկած։ Ինչ որ մեկ մտածում որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի նկատմամբ հանցագործություն պետք է կատարի ու վարչապետ չասի որ նստելու է, չնստելու են ժողովրդյան բոլոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետության դեմ հանցագործություն կատարածների, իսկ ընտրակաշառքը պետության դեմ հանցագործությունը, հենա այսօր էլ բաներ արեն նորից բացահայտվել էր եւս մեկը։ Այդ հանցագործները նստելու են շատ երկար եւ շատ խիստ պատժի են ենթարկվել։ Ես հույս ունեմ որ մենք կհասնենք նաեւ պատժամիջոցները խստացնել այս բանում առաջիկայում մինչև նոր խորհրդարանը ձևավորվել է, որպեսզի բան չանեն, էլի այնտեղ պատժի պոտենցիալ թիրախները սաբոտաժ չանեն եւ այդ ընտրակաշառքի նկատմամբ հանդուրժողականություն պետք է զրոյի հասվի եւ եթե պետք է վարչապետը ամեն օր, ես ամեն օր, դուք ամեն օր, բոլորս ամեն օր պետք է կրկնենք եւ ես ամեն օր այդ ձայնագրությունները հիշեցնելու եմ իրանց։ Հիշեցնելու եմ թե իրանք ոնց են փորձում Հայաստանի քաղաքացիների ձեռքից խլել իրենց պետությունը այդ մեխանիզմներով, նրանց շուն ու շանգյալ անվանելով, հələ թողան հասնեն խորհրդարան։ Շնորհակալ։ Շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։ Հետընտրական կրքերը շարունակում են թեժ մնալ, Բարգավաճ Հայաստան կուսակցության ճակատագիրն էլ շարունակում է անորոշ մնալ։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում շարունակվում է որոշ տեղամասերի վերահաշվարկի գործընթացը, որը հեռարձակվում է ուղիղ եթերում։ Նշենք, որ ստացվել է ընդհանուր թվով 30 դիմում Բարգավաճ Հայաստանի, Միասնության թևերի եւ Հայաստան դաշինքի վստահված անձանց ու տեխնատուների կողմից։ Ստացվել է ընդհանուր թվով 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ։ Վերահաշվարկի աշխատանքները ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն պետք է դադարեցվեն հունիսի 12-ին ժամը 14:00-ին։ Մինչ այս պահը շարունակվում է անորոշ մնալ ԲՀԿ-ի ճակատագիրը, իսկ Իվետա Տոյերնոյանը տեղեկացնում է, որ Մարտունու 21/04, 21/05 եւ 21/34 ընտրատեղամասերում Բարգավաճ Հայաստան կուսակցության օգտին ստացված 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել հոլոգրաֆիկ նշանի, որ ոչ պատշաճ փակցված լինելու պատճառաբանությամբ։ Այս հարցի վերաբերյալ մեր վերապահումներն արդեն ներկայացրել են կենտրոնական ընտրական հանձնաժողով, քանի որ հոլոգրաֆիկ նշանի ոչ պատշաճ փակցված լինելը որևէ կերպ չի կարող համարվել ընտրողի մեղավորությունը։ Դրա համար պատասխանատու է համապատասխան հանձնաժողովի անդամը կամ քվեաթերթիկների հաշվարկն իրականացնող անձը։ Ուստի անթույլատրելի է, որ քաղաքացին զրկվի իր քվեի ուժից այնպիսի հանգամանքների պատճառով,
պատճառով, որի վրա որևէ ազդեցություն չի ունեցել, նշել է Տոնոյանը։ 145,000 ձայն ստացած ընդդիմադիր Հայաստան դաշինքը կդիմի սահմանադրական դատարան վիճարկելու հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ասել է Հայաստան ընդդիմադիր դաշինքի պատգամավորի թեկնածու Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նրա փոխանցմամբ մոտ 2 տասնյակ ընտրատեղամասերում դիմել են վերահաշվարկի համար։ Ուժեղ Հայաստան դաշինքի լիազորած անձը մի քանի տասնյակ տեղամասերում վերահաշվարկ անցկացնելու դիմումներ է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ազատությանը փոխանցել է պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը։ Իսկ հարցին սահմանադրական դատարանում պատրաստվում են արդյոք վիճարկել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրության արդյունքները, Մելոյանը պատասխանել է, որ որոշում կկայացնեն վերջնական արդյունքների ամփոփումից հետո։ Ուժեղ Հայաստանի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ սպասում են ձայների վերահաշվարկի արդյունքներին, հասկանալու արդյոք Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կմտնի ազգային ժողով, թե ոչ, որից հետո հանդես կգան հայտարարությամբ։ Իրեւ ՀԱՊԿ երկրները համաձայնել են քննարկել Հայաստանի նկատմամբ քայլեր ձեռնարկելու հարցը կազմակերպության կանոնադրությանը համապատասխան։ Այս մասին էլ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը Սերգեյ Լավրովը պնդել է, թե գնում են այն քայլին, քանի որ Երևանը 2 տարուց ավելի է անդամավճար չի մուծել։ Հայաստանում ընտրությունների օրը իմ գործընկեր Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին պատասխան ասել է, թե Հայաստանը անդամավճար չի մուծում, քանի որ չի մասնակցում կազմակերպության աշխատանքին։ Մենք քննարկել ենք, թե ինչ է անհրաժեշտ անել այս իրավիճակում։ Հայաստանը պարտք է ՀԱՊԿ-ին ավելի քան 2 տարի։ Սա կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված իրավիճակ է եւ մենք համաձայնել ենք քննարկել ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառման հարցը, ասել է Լավրովը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստից հետո։ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն, եթե անդամ պետությունը չի կատարում իր պարտավորությունները կազմակերպության բյուջեի նկատմամբ, խորհուրդը կարող է կասեցնել այդ պետության քաղաքացիների ՀԱՊԿ շրջանակներում քվոտային պաշտոններ առաջադրելու իրավունքը, ինչպես նաև նրանց զրկել կազմակերպության մարմիններում քննարկելու իրավունքից մինչև պարտքի լրիվ մարումը։ Կանոնադրության 20-րդ հոդվածն էլ նշում է, որ եթե անդամ երկրներից մեկը չի կատարում իր պարտավորությունները, կազմակերպության խորհուրդը կարող է կասեցնել այդ երկրի մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը, իսկ եթե միտումը շարունակվի, կարող է որոշում կայացնել այդ երկիրը կազմակերպությունից հեռացնելու մասին։ Կանոնադրության համաձայն, եթե հարցը հասնի այդ փուլին, Հայաստանը քվեարկությանը չի կարող մասնակցել։ Հայաստանը 24 թվականին հայտարարեց, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, հրաժարվեց իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի էլ մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։ Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին, հատկապես 22 թվականի Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ շրջագանքեց Ադրբեջանի ագրեսիային։ Ապրիլի 1-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել էին նաեւ Երևանի եւ ՀԱՊԿ-ի միջև հարաբերությունները։ Պուտինը հայտարարել էր, թե կազմակերպության նկատմամբ Հայաստանի պահանջների հարցը պետք է լուծվի, ինչին ի պատասխան Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը փաստացի դադարեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ միջոցառումներին, քանի որ իշխանությունները չեն կարող հանրությանը բացատրել, թե ինչու կազմակերպությունը չի արձագանքել 22 թվականի իրադարձություններին համաձայն իր պարտավորությունների։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը անդրադարձել է TRIP նախագծի իրականացման հարցին։ Գործընկերների հետ ուրեմն ուսումնասիրության աշխատանքները ավարտական փուլում են գտնվում, գիտեք, որ 2026 թվականի մայիսի վերջ կամ հունիսին ուրեմն Հայաստանի եւ Միացյալ Նահանգների արտգործնախարարները ստորագրեցին համապատասխան փաստաթուղթ, վստահ եմ, որ մենք 2026 թվականի երկրորդ կես արդեն դեպի ավելի աշուն կամ ձմեռ գնացող ժամանակահատված կանցնենք շինարարության։ Պատասխանելով հարցին, թե ինչ կանի կառավարությունը, եթե Ռուսաստանը թանկացնի գազի սակագինը, Խուդատյանը հայտարարել է, որ առայժմ գազի թանկացման հարց դրված չէ, նշելով նաև, որ սակագնի վերաբերյալ կնքված պայմանագրերը մինչև 27-ի կեսերը ուժի մեջ են։ Սակայն ըստ դրա, այնուամենայնիվ, եթե այդպիսի բան լինի, կառավարությունը ունի հնարավոր սցենարներ։
Մենք մեր ռիսկերը կառավարում ենք այդ թվում սակագնի ավելացման մասով մտահոգություններ թույլ տվեք շատ հակագծեր չբացել մեր ռիսկերը մենք կառավարում ենք որովհետև այդքան էլ պատկերը այնպեսին չէ ինչպեսին կարող է տպավորություն ստեղծվել առաջին Չի ստացի որ եվրոպական գներ սահմանվեն նաև Հայաստանի համար Չեմ կարող ասել ինչ կստացվի, ես կարող եմ ասել, որ քաղաքացիները մտահոգվելու առիթ այս պահին այդ առումով չունեն։ Ոչ հնարավոր փոփոխություն չկա, որտեղ մենք պայմանագիր ունենք եւ այդ պայմանագրի ժամկետը ձնարվանից էլ հետո է լրանում։ Եվ այս պահին զրուցելու եմ իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանի հետ։ Պարոն Իոնիսյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Իոնիսյան, անդրադառնանք Հայաստանում հետընտրական զարգացումներին, գիտեք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է վերահաշվարկ իրականացնել մի շարք ուրեմն տեղամասերում։ Դուք գիտեք նաև, որ քաղաքական տարբեր ուժեր հայտարարություն են արել սահմանադրական դատարան դիմելու միասնության տևերը մասնավորապես Հայաստան դաշինքը եւ ուժեղ Հայաստանն սպասում է տեսնի թե ինչ ճակատագրի կարժանանա ի վերջո Բարգավաճ Հայաստան կուսակցությունը վերջնարդյունքից, այսպես հաշվարկից հետո ընդհանուր առմամբ պատկերը ինչպես է գնահատում հետընտրական ցնցումներից հնարավոր եղավ խուսափել։ Թերևս ես կհամաձայնվեմ ձեր հետ, որ արդեն կարելի է արձանագրել, որ հետընտրական ցնցումներից մենք խույս տվեցինք։ Ինչ վերաբերվում է, բայց դա չի նշանակում, որ երկարաժամկետ առումով Ռուսաստանը չի փորձելու ապակայունացնող գործողություններ իրականացնել։ Կարճաժամկետ առումով, այո, այդ խնդիրը չկա։ Ինչ վերաբերվում է ուրեմն ավելի վերահաշվարկի եւ ընտրությունների արդյունքների բողոքարկման հետ կապված հարցերին, այստեղ ես ուզում եմ հստակ լինի, որ այս process-ը կարող է տևի ավելի երկար, քան սպասում ենք, այդ թվում որտեղ որոշ ընտրական տեղամասերում կարող է վերաքվեարկություն լինի, սա մեկ եւ երկրորդը, սա պետք է մենք հաշվի առնենք, որ որևէ մեծ հաշվով ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու հիմքեր կան։ Եթե ես լինեի այս ընտրությունների ժամանակ ընտրված անցողիկ շեմը հաղթահարած ուժի ներկայացուցիչ, ես վստահաբար կբողոքարկեի այդ արդյունքները, որովհետև մենք տեսնում ենք, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է ընտրվում փոքրի տարբերությամբ, դա միարժեք չի, բայց դա առավել հավանական սցենար է, որ մի քանի տասնյակ կամ մի առավելագույնը մի 100-200-ի չի հասնի ձայն տարբերությամբ Բարգավաճ Հայաստանն ընտրվում է, եւ դա այն Բարգավաճ Հայաստանն է, որը հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումների համաձայն երկրորդ ամենամեծ շահառուն է բաժանված ընտրակաշառքների։ Ամենամեծ շահառուն ուժեղ Հայաստանն է, երկրորդ ամենամեծը Բարգավաճ Հայաստանն է։ Վստահաբար Բարգավաճ Հայաստանի քվեները կարող էին լինել էապես ավելի քիչ մի քանի 100-ով, այդ ես հիմա շատ մեղմ եմ ասում, եթե չլինեին այդ ընտրակեղծիքները, այդ ընտրակաշառքները եւ հետեւապես ընտրակաշառքները ազդել են քվեարկության արդյունքների վրա։ Եվ սա շատ լավ հիմք է վերաքվեարկություն նշանակելու համար, այդ թվում նաև սահմանադրական դատարանի կողմից։ Հետևաբար ես նենց չի որ կբացառեի սցենարը, ես այս պահին ասում եմ, այո, սահմանադրական դատարանի կողմից ընտրությունների արդյունքներով վերաքվեարկություն նշանակելու որոշման հիմք կա։ Մեծ հաշվով նման որոշման հիմք նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովը ունի, բայց կներեք կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայաստանում իրան դրել է, ուզում եմ ավելի կոպիտ բառ ասեի, չեմ ասի, լոգիստիկ մարմնի տեղ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դուք չի անի որևիցե նման որոշում կայացնի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փոքված պաստառի ցենկում ավելի լուրջ խախտումով դուք չի անի զբաղվի։
Պարոն Իոնիսյան, բայց իսկ սահմանադրական դատարանը, այդ դուք ասում եք այդ վերաքվեարկության ուրեմն նշանակելու որոշման հիմք կա, սահմանադրական դատարանից կարող ենք ակնկալել ընդհանրապես այդպիսի։ Եթե Բարգավաճ Հայաստանը այդ փոքր տարբերությամբ անցնի խորհրդարան, ապա այո, վերաքվեարկության հիմք կա։ Ինչ վերաբերվում է ակնկալիքներից, սահմանադրական դատարանից գոնե իմ ակնկալիքները, չգիտեմ, 100-ապատիկ ավելին են, քան կենտրոնական տրական հանձնաժողովից։ Հետաքրքիր է, պարոն Իոնիսյան, տրական հանձնաժողովը սահմանադրությունից ճղելով հանել է այն դրույթը, որտեղ գրված է, որ ինքը ընտրությունների օրինականության վերահսկման մարմինն է։ Ուղղակի ճղելով երևի հանել են այդ դրույթը, որ սահմանադրություն թերթելուց հանգարց դա չտեսնեն։ Լավ, պարոն Իոնիսյան, փաստորեն նախկինում այսպես չէր կենտրոնական ընտրական հանձնաժողովից ձեր դժգոհությունները հիմա բավականին շատ են։ Որովհետև նախկինում այդքան շատ ընտրախախտումներ հետհեղափոխական ժամանակաշրջանում չի եղել, իսկ նախահեղափոխական ժամանակաշրջանում չի բացահայտվել, բ կներեք նախահեղափոխական ժամանակաշրջանում ԿՀ-ից ինչ ակնկալիք պետք է ունենայինք։ Մի տեսակ մի քիչ լուրջ մարդ ենք են։ Պարոն Իոնիսյան, ըստ էության, եթե այսպես մենք ունենք մի իրավիճակ, որ պետական մարմին, իդեմս հակակոռուպցիոն կոմիտեի ունի ահռելի ծավալի փաստեր բաժանված ընտրակաշառքի վերաբերյալ, որը լուրջ ընտրախախտում է, եւ ունենք սահմանադրությամբ ընտրությունների օրինականության վերահսկման լիազորությամբ օժտված մարմին, իդեմս ԿՀ-ի, որին ընդհանրապես դա զուգահեռ է։ Սա է իրականությունը, որը մենք ունենք այսօր Հայաստանում եւ որը մենք չենք ունեցել երբեք։ Աննախադեպ իրականություն է եւ այո, բնականաբար մեր մոտեցումներն էլ այդ իրականությանն արտահայտող են։ Պարոն Իոնիսյան, այս ընտրությունները ձախողել է կենտրոնական Այս ընտրությունները ձախողեց կենտրոնական ընտրական հանձնաժողով, այսինքն իր աշխատանքի ձախողեց ասելով գոնե հիմնականում կազմակերպեց, բայց եթե նայենք կազմակերպչական որակը, ապա այն անկում է ապրել նախորդ ընտրությունների համեմատ։ Հայաստանում միշտ ընտրությունները եղել են շատ բարձր որակի կազմակերպված, նույնիսկ երբ որ դրանք եղել են բովանդակային առումով անորակ, կազմակերպչական առումով բավականին լավն են եղել եւ այդ տենց մանրից նահանջում է Հովակի Մեղվահագի ղեկավարությամբ։ Պարոն Իոնիսյան, տեսեք, քանի որ ընտրակաշառքին ենք անդրադառնում նաև ես ասեմ, որ մենք անկախ դիտորդ դաշինքով դեռևս առանձին կանդրադառնանք կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ դրա հետ կապված մեր պատկերացումները ավելի մանրամասն կներկայացնենք հանրությանը։ Պարոն Իոնիսյան, քանի որ ընտրակաշառքի վերաբերյալ ուրեմն ձեր գնահատականներն եք նաև հնչեցնում, վարչապետն էլ ըստ էության ասում է, եթե այդ ընտրակաշառքը չլիներ փաստորեն արդյունքները այլ կլինեին, երեք էլ վարչապետը բավականին կոշտ էր անդրադառնում արձագանքում ընտրակաշառք տվողներին եւ վերցնողներին, որ մինչեւ մյուս ընտրություններ առնվազն պիտի նստեն եւ այլն անազատության մեջ լինեն, ինչպես կարելի է արդյունավետ պայքարել ընտրակաշառքի այս ուրեմն ահռելի ծավալների դեմ առհասարակ։ Ընտրակաշառքի ահռելի ծավալների դեմ պետք է պայքարել նրանով, որ ընտրակաշառք բաժանող ուժերը պետք է դուրս գան մրցապայքարից։ Դուրս բերվեն մրցապայքարից։ Գլոբալ առումով սա է ձևը ընտրակաշառքի դեմ պայքարելու։ Ինչը փաստորեն այս ընտրություններին հնարավոր չեղավ կյանքի կոչել։ Ինչու։ Ինչ այս ընտրություններին փաստորեն կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ միայն չարեց, այլ նաև ընդունեց որոշում, որում գրեց, որ ինքը համարում որ ինքը լիազորված չի դա անել։ Ես նորից եմ ասում, այդ որոշումը գրելուց Հովակյան Վահագի եւ ԿՀ որոշ այլ ներկայացուցիչների սեղան դրված Հայաստանի սահմանադրությունից երևի ճղված է եղել այն էջը, որտեղ գրված է, որ իրանք ընտրությունների օրինականության վերահսկման պատասխանատու մարմինն են։ Պարոն Իոնիսյան, դուք նշեցիք, որ իհարկե հետընտրական զարգացումներ չեն լինի, բայց այնպես չէ, որ Ռուսաստանը իր ճնշումները հետագայում չի սաստկացնի, չի ուժեղացնի։ Այդ թվում ապակայունացման ուղղված գործողությունները, այդ թվում միգուցե մի փողոցային պայքարի տեսքով չի բացառվում, որ դա տեղի ունենա։ Աշնանը, ոչ հիմա։ Ես կդժվարանամ ասել։
Դե հաշվի առնելով, որ ընդդիմությունը սովորաբար հենց աշնանն է ավելի ակտիվանում։ Դե ընդդիմությունը մեկ աշնանն է ակտիվանում, մեկ գարնանն է ակտիվանում, չէ՞ սովորաբար գարնանն են ավելի ակտիվ, բայց այդ էական չի, այդ տեսեք իրենք հստակ գործողություն, մենք ասում ենք ընտրություններից առաջ, որ իրենք գործողություններ են իրականացնում ընտրությունների արհեստական ապալեգիտիմացման համար, նախապատրաստում են դա։ Այժմ մենք տեսնում ենք, որ իրանք դա անում են, այսինքն այն ինչ որ մենք տեսնում ենք նախապատրաստումը, բավականին ճիշտ էլ տեսնում ենք, ճիշտ էլ կանխատեսում ենք, թե ինչ են անում։ Հիմա մենք տեսնում ենք, որ իրանք պլանավորում են երկարաժամկետ գործողություններ ապակայանացման։ Դրանք կլինեն տնտեսական ճնշումների տեսքով, ուրեմն հապկի վերաբերյալ վճիռների տեսքով։ Այդ թվում նաև ինչ որ ներքաղաքական իրադարձություններ, հա, միգուցե դա լինի թիմ ընտրությունների շուրջ, միգուցե դա լինի, ես չգիտեմ, այդքան դետալիզացված չենք կարող պատկերացնել, թե ինչա Կիրիենկոյի գլխում, միգուցե ինքն էլ դեռևս դետալները չգիտի, բայց որ իրենք դրա համար հող են նախապատրաստում, դա հստակ տեսնում ենք։ Պարոն Իոնիսյան, տեսեք, մի կողմից ունենք մի իրավիճակ, որ ուրեմն Բարգավաճ Հայաստանը, եթե ուրեմն կարողացավ այդ ձայները հաղթահարել, հայտնվում է խորհրդարանում, ունենք իրավիճակ, երբ կարևորագույն պաշտոնների դեպքում այլևս միանձնյա հնարավոր չի լինի ուրեմն որոշումներ կայացնել, քվեարկություն իրականացնել, նկատի ունեմ դատախազի, դատավորների, նախագահի եւ այլնի հետ կապված։ Հանրապետության նախագահ կարողանում է համաստանալ։ Լավ, դուք ընդհանուր առմամբ այս իրավիճակը ինչպես եք գնահատում, Բարգավաճ Հայաստանով, թե առանց Բարգավաճ Հայաստանի իրավիճակը խորհրդարանում իսկապես ուրեմն զգալիորեն փոխվում է։ Ես գնահատում եմ, որ առերևույթ կարելի է հանգիստ պնդում անել, որ Բարգավաճ Հայաստանը խորհրդարանում հայտնվել է իր օգտին բաժանված ընտրակաշառքների շնորհիվ, եթե հայտնվում է խորհրդարանում։ Եվ սա է ելակետը։ Տեսեք, պարոն Իոնիսյան, մենք ունենում ենք խորհրդարան, որը լեգիտիմ է, լեգիտիմ չէ, դուք նշում եք անդադ այս կաշառքը, որ ունեցել է մեծ ազդեցություն, բայց միևնույն ժամանակ լեգիտիմության ու չլեգիտիմության արանքում տենց ինչ-որ կոնտինյուում կա, էլի։ Մենք ունենք խորհրդարան, որը մասամբ լեգիտիմ է, մասամբ լեգիտիմ չի։ Բարգավաճ Հայաստանի գտնվել է խորհրդարանում, եթե գտնվի, լեգիտիմ չի։ Բայց այդ դեպքում ընտրակաշառքների մասով ուժեղ Հայաստանն էլ առաջատար էր գոնե ձայնագրությունները ամենօրյա ռեժիմով միասին վերլուծել են։ Բարգավաճ Հայաստանի դեպքում դա ավելի ակնհայտ է, որ իրանք խորհրդարանում չէին լինի, եթե ընտրակաշառք չլիներ։ Ակնհայտ է, չէ՞ թե մի քանի տասնյակ ասենք ձենով կամ մի 100-200 ձենով ձեն տարբերությամբ են իրանք շեմը հաղթահարում։ Եվ տեսնում ես ինչքան ընտրակաշառք է իրանք օգտին բաժանվել։ Ակնհայտ է, չէ՞ թե այդ ընտրակաշառք չլիներ, մի քանի 100 ձեն պակաս կլիներ։ Ներողություն, բա հա։ Ուժեղ Հայաստանի դեպքում դա տենց ոնց ասեմ, էլի շատ բաներ պարզ են, բայց այդքան ուղիղ ակնհայտ չի։ Տեսեք, պարոն Իոնիսյան, Նիկոլ Փաշինյանին ուրեմն ընտրություններում հաղթանակի առթիվ շնորհավորել է Էրդողանը, շնորհավորել է Միացյալ Նահանգների առաջնորդը, մի շարք այլ ուրեմն եվրոպական երկրների առաջնորդներ, բայց լռում է դեռևս Ռուսաստանի Դաշնությունը, վերջնարդյունքներին է սպասվում։ Գիտեք, որ ընտրությունների հետ կապված Ռուսաստանի Դաշնությունը լրջորեն իր մտահոգություններն է հայտնել, կասկածներն է հայտնել։ Հիմա 14-ից հետո այնուամենայնիվ կլինի այդ շնորհավորանքը, ինչ եք կարծում։ Ինչին է սպասվում, ինչին է սպասվում Պուտինը։ Ես կդժվարանամ ասել։ Իսկ հայ ռուսական հարաբերությունները ավելի հստակ կարողանանք դիագնոստիկա անել իրենց գործողությունների ծրագիրը։ Միգուցե իրանք են նաև փորձում հասկանալ, որն է իրենց գործողությունների ծրագիրը դրանից կախված։ Միգուցե իրանք մտադիր են ասել, որ Հայաստանի իշխանությունները լեգիտիմ չեն։ Եվ ըստ այդմ օրինակի համար Հայաստանի իշխանությունները չեն կարող ԵԱՏՄ-ում, չգիտեմ, ներկայացնել Հայաստան։ Օրինակի համար եմ ասում, կամ նման բաներ, դա բացառված սցենար չի։
Դա բացառված սցենար չի, եթե իրենք որոշեն, որ գնում են հարաբերությունների էսկալացիայի, այսինքն կոնֆլիկտի, հակամարտության էսկալացիայի, խոսքը իհարկե ռազմական էսկալացիայի մասին չի, ապա շատ հնարավոր է, որ չճանաչեն։ Չճանաչելու դեպքում էլ մեծ հաշվով իրավիճակի վրա ազդեցություն չեն կարող ունենալ այս փուլում գոնե։ Հա, բայց հակամարտության էսկալացիայի ուղղությամբ շարժվելու դեպքում չճանաչելը կարող է լինել տրամաբանական գործողություն։ Պարոն Իոնիսյան, եթե ամփոփենք առաջիկայում, տեսեք դուք ասացիք անկախ դիտորդը ինքն էլ կներկայացնի իր վերլուծությունները, նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ կապված, առաջիկայում օրինակ, քանի որ դուք ինքներդ ընտրական օրենսգրքի վրա երկար տարիներ աշխատել եք, ուրեմն մի շարք այսպես փոփոխությունների նաև հեղինակ եք, առաջիկայում հաշվի առնելով այս ընտրությունները ինչպիսի այսպես հրատապ փոփոխությունների անհրաժեշտություն կա այս ընտրությունների փորձը ինչ ցույց տվեց։ Շնորհակալ եմ, մենք հնդածս ինվենտարիզացնում ենք այն ինչ որ պետք է ընտրական օրենսգրքում մեր ընկալման փոխվի, այդ ինվենտարիզացիան արվում է, այդ ինվենտարիզացիան ամփոփվում է եւ մի շարք բաներ ընտրական օրենսգրքի թե այսպես ասած ավելի քաղաքական կանոնների կարգավորումների մասով եւ թե բաների մասով ֆինանսական թափանցիկության կարգավորումների մասով նշմարվում է որ պետք է փոխվեն։ Շնորհակալ եմ պարոն Իոնիսյան։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում է իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանի հետ։ Այս ժամի համար այսքանն ենք նախատեսել։ Հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։ Տանը քո հեռուստացույցը դարձրու ամենանոր սերիալները HD որակով դիտելու լավագույն միջոցը։ Դրա համար պարտադիր չէ ոչ հեռախոս, ոչ պլանշետ կամ այլ սարք։ Պարզապես վերցրու հեռուստացույցի վահանակը, սեղմի հավելվածներ կամ ռուսերեն պրիլաժենիա կամ անգլերեն applications եւ այնտեղ գրեք Armflix։ Եվ ինչպես հեռախոսով, այնպես էլ հեռուստացույցի վրա սեղմելով ներբեռնել կամ download, հեռուստացույցիդ հավելվածներ բաժնում կհայտնվի հենց Armflix-ի կոճակը, որն էլ սեղմելով հեռուստացույցի վրա կբացվի Armflix-ի հավելվածը եւ վերջ։ Քեզ եւ տան բոլոր անդամներին հասանելի կլինեն վերջին սերիալները առաջինը եւ առանց գովազդի ու այն էլ HD որակի դիտելու հնարավորությունը։ Armflix եւ քո հեռուստացույցը լավագույն ժամանցի միջոցներից է։ 29 նորով փոխիր հինը Ընտրության անսահման հնարավորությունը քոնն է, իսկ բարձր որակն ու բարձրակարգ սպասարկումը մեր անփոփոխ առաքելությունը։ Իդեալ համակարգն իր 29-ամյակի կապակցությամբ հայտարարում է մեծ ակցիա։ Այսուհետ կատարիր գնումների իդեալ համակարգի խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Իդեալ համակարգ 29 տարի դեպի կատարելություն։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը եւ դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի եւ ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին՝ մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ՝ սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ՝ ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ՝ լրացնում եք քարտի տվյալները եւ գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր եւ անսահմանափակ, ներբեռնելով նաեւ հավելվածը հեռախոսի եւ անմիջապես հեռուստացույցի վրա։
Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների եւ տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով։ Իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS եւ Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա եւ վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր բազմաժանր եւ էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։